Ես կոնկրետ աշխատում եմ կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ուղղությամբ եւ մենք աշխատում ենք մարդու սխալ կոգնիցիաների հետ, օրինակ, վայ, փորս ցավում է, հեսա տրամադրությունից կընկնի, վայ, հեսա դուրս գամ, հեսա որ լուծեմ, ուրեմն դուրս գամ, էլ ավելի վատ կլինեմ, ցավում է, այս ցավը հաստատ մի վատ բանի մասին է, հենց այս պահին պետք է ցավար, հա, սենց կոգնիտիվ աղճակատումներ պացիենտի մոտ եւ մարդու մոտ ոնց որ լուծից հետո անմիջապես լինում է փորկապություն կամ հակառակը ու ոնց որ աղիները չեն կողմնորոշվում, հա, մարդը ասում է, վայ, լուծե, հետո ասում է, վայ, չէ, փորկապեմ, աղիները ասում են կողմնորոշվի, հա, ինչ ես վերջը եւ ցավի նկատմամբ գերզգայունությունը հարգելիներս գրգռված աղու համախտանիշի դեպքում մեր ուղեղը ցավը նախ ընկալում է ավելի ուժեղ, քան պետք է ընկալեր եւ բացի այդ մեր վերաբերմունքը այդ ցավի նկատմամբ շատ ուռճացված է, այսպես ասած, հա, մենք հոգեթերապիայի ընթացքում սովորում ենք ցավը, այո, ընդունել դիսկոմֆորտը, բայց եւ չգեր, այսպես ուշադրություն դարձնել, չգեր արժևորել, որովհետեւ հիշում եք այն պաթոգենետիկ օղակը, որքան ցավ, որքան ստրես, որքան անհանգստություն, ուշադրությամբ կերակրում ենք նրան, այնքան ավելի բարձր է ստրեսի աստիճանը եւ այնքան ավելի այդ աղիների ֆունկցիան էլ էլի խաթարվում է ու էլի նորից օղակը կրկնվում է։